Սովորողների միջանձնային հարաբերություններ։ Նարինեն է, հրաժարվում է դպրոցում ուտել, քանի որ համադասարանցիներից ոմանք ծիծաղում են իր վրա, որոշներն էլ շշուկով ծաղրում։ Նարինեն գիրության խնդիր ունի։ Արան է, խուսափում է ֆիզկուլտուրայի դասերից։ Ցածրահասակ լինելու պատճառով բասկետբոլ խաղալիս համադասարանցիները չեն ներառում իրեն թիմում եւ բարբերաբար պիտակում են։ Տիգրանն է, ճնշվում է, երբ համադասարանցիները վիրավորական կատակներ են անում իր օպտիկական ակնոցի մասին։ Լիլիթն է, հուզված է, քանի որ համադասարանցին բարձրաձայն ծաղրեց նրա նիհարությունը եւ մյուսներին դա զվարճացրեց։ Վիրավորում եւ ծաղրում են իրար, պիտի փորձեմ օգնել նրանց։ Մանկավարժական աշխատողների վարքականում։ Մանկավարժը պետք է նպաստի սովորողների ներանձնային եւ միջանձնային հարաբերություններում դրսևորվող դրական այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են համագործակցելու, ապրումակցման, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը։ Երեխաներ, իսկ դուք գիտեք, որ կան ցավեցնող բառեր։ Զարմանում եք, առանց ձեր անունը նշելու այս թերթիկների վրա գրեք ինչ են ձեզ երբևէ ասել ձեր արտաքինի վերաբերյալ, ինչը ձեզ ցավեցրել է։ Ավարտելուց հետո թերթիկը ծալեք եւ նետեք տուփի մեջ։ Հիմա ես թերթիկները կխառնեմ, դուք հերթով կհանեք դրանք, կկարդաք, կքննարկենք։ Ոնց որ քայլող փուչիկ լինես։ Քեզ տանը հաց տալիս են։ Այդ 4 աչքանի։ Դե հիմա քննարկենք։ Ձեր կարծիքով ինչ է զգում այն մարդը, որը նման խոսքեր է լսում։ Երբևէ ասել եք նման բան առանց գիտակցելու, որ դա կարող է վիրավորել։ Ինչպես կվարվեք, եթե նկատեք նման իրավիճակ։ Վարքականունին համապատասխան ուսուցիչը փորձեց սովորողների միջանձնային հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի վրա եւ իր միջամտությամբ փորձեց կանխել իրավիճակի սրումն ու բարդացումը։ Որոշ խորհուրդներ նման իրավիճակում գտնվող մանկավարժի համար։ Խնդիրը դարձրեք կրթելու հնարավորություն։ Ներգրավեք ամբողջ դասարանը առանց թիրախավորելու անհատ սովորողներին։ Օգնելու նպատակով առանձնազրույց ունեցեք վիրավորանքի ենթարկված եւ ենթարկող երեխաների հետ։